Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քաղաքացիները շուտով կունենան կենսաչափական նոր անձնագիր, ինչ է պատմել նախարարը տպագրական աշխատանքների մասին։ Բրուսելում կրկին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, ինչ հայտարարություններ է արել Արցախի ազգային ժողովի նախկին նախագահի որդին։ Գագիկ Ծառուկյանի գործով քննարկումների կենտրոնում այս անգամ նրա ձիերն են, ինչու է հետաձգվել կենդանիների առգրավումը։ ԱՄՆ Իրան լարվածությունը թեժանում է, ինչ թիրախների է հարվածել Իրանը։ Աշնանը հայկական կարմիր անձնագրերը հասանելի կլինեն։ Հայաստանում մեկնարկել է կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է առաջին նմուշը, այն անվանելով աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը։ Այժմ Հարլեմում են կատարելու վերջին ճշգրտումները եւ հասցեագրելու նույնիսկ ամենաաննշան թվացու հարցերը։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Նոր անձնագիրը մինչև տպագրվելն էր դարձել հանրային քննարկումների թեմա, որին անդրադարձել էր նաև մեր խմբագրությունը։ Խոսքը միայն անձնագրի տեխնիկական հնարավորությունների մասին չէ, հարցեր են առաջանում անձնագրում տեղ գտած խորհրդանիշների, պատկերների եւ դրանց փոխանցած ուղերձների վերաբերյալ։ Ինչ է իրականում պատմում նոր անձնագիրը Հայաստանի մասին եւ որ պետություններն ունեն կարմիր անձնագիր, ռեպորտաժում։ Ողբամս քեզ հայոց աշխարհ կասեր մեր պատմահայրը, որ թագավորը նույնիսկ մանուկ էլ չէ։ Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագիրն իրականում անձնագիր է, նկարչական տետր, թե նախընտրական քարոզարշավի թռուցիկ։ Մասնագետները դժվարանում են միանշանակ գնահատական տալ պատմական տարբեր պատառիկներ ներառող այս փաստաթղթին։ Անձնագիրը դարձրել են իրենց ասելով, իրենք էլ ասում են, մեր պատմամշակութային ժառանգության կարծես ալբոմ, պատմական իրենք նկար են դնում ու մեկնաբանում։ Ներքին գործերի նախարարի հետ միասին նոր անձնագրի ձևավորումն ու գաղափարական բովանդակությունը հանրությանը ներկայացրել է վարչապետը։ Նրա համոզմամբ փաստաթղթում արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները, սակայն հանրային արձագանքը միանշանակ չէ։ Եթե մենակ ինքը լիներ կազմողը, կասեի դե լավ, կիսագրագետ տղա է, դեսից տենից թխել է անմագարտակ նկարներով, պատկերներով եւ ընդհանրապես ճշմարտության հետ առնչություն չունեցող մեկնաբանություններով։ Բայց որ ասում են գիտնականների հետ է խորհրդակցաբար արվել, այստեղ զարմանում ես։ Ովքեր են այդ գիտնականները։ Բնականաբար դիլնեն պատմության, մշակույթի, չէ, ներկայացուցիչներ, այդպիսի մարդիկ, եթե մեր գիտությունը եւ գիտնականները այդ մակարդակին են, բնականաբար վարչապետը ավելին չի կարող լինել եւ նրանց ավելի պետք չի։ Մինչ անձնագրի բուն տեսքին ու խորհրդանիշներին անդրադառնալը հայագետը մեկ այլ կարևոր բանի վրա է հրավիրում ուշադրություն։ Նոր անձնագրերով Հայաստանի Հանրապետությունն այլևս իր քաղաքացու պաշտպանը չի լինելու։ Մեր անձնագրի վերջի էջին գրված է. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Այս մասը պահպանված է։ Հաջորդ նախադասությունը Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասը հանված է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս պետական հովանավորություն չունի։ Հիմա դուք հասկացաք ինչ է նշանակում այս անձնագիրը, որը ժողովրդի վրա դարձյալ ծախելու համար էլի խայծ են տալիս։ Եվրոմիություն կարող եք ազատ մտնել։ Իսկ քեզ ով ասաց, որ Եվրոմիությունում քո այդ տխմար անձնագրով, որ ուզում ես սարքել, սպասում են, որի տերը նույնիսկ հովանավոր չունի։
Հիմա անձնագրում տեղ գտած սիմվոլների մասին։ Անձնագրում պատկերվել են Արտաշես բարեպաշտ արքայի կողմից հայքի սահմանները չափող սահմանակարերն արամեր են գրված։ Մի կողմ թողնենք, որ մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում դժվար թե նման գլխարկ լիներ։ Իսկ ըստ Փաշինյանի սահմանակարի ընտրությունը պատահական չէ, այն պետական եւ իրավական կարևոր գործիք է, ցույց է տալիս պետության գոյության եւ պետական կառավարման էությունը։ Այդ ժամանակների գյուղատնտեսությունը եւ սահմանակարի տեղադրման ձևը եւ դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, ինչպես նաեւ տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությանը եւ գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիան նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել։ Մասնագետները հակադարձում են, ըստ նրանց պատկերում սահմանակարը սխալ է ներկայացված, առանց ամուր հիմքի։ Ալվերդյանի գնահատմամբ սա խորհրդանշական է, արտացոլելով ոչ թե կայունություն, այլ հակառակը սահմանների խոցելիությունը։ Դրա կողքին գյուղացին վարյանում մենք այն կողմից էլ երկուքին արդեն հունձ են անում, մեկը դեռ չվարը չավարտած հունձն են անում եւ ասում են սա խորհրդանշում է գյուղատնտեսություն այդ շրջանում գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմներ, որտեղ է գրված ռեֆորմները, գեղջուկն են, եզները թե գեղջկույներն են խորհրդանշում ռեֆորմները։ Անձնագրի մյուս էջում Հայաստանի քարտեզն է մարզերով դասավորված այբենական կարգով։ Առաջինը Արագածոտնն է, որտեղ պատկերված երեխաները դեմքով դեպի Արագած լեռն են, իսկ մեջքով դեպի Արարատ։ Հայագետի մեկնաբանությամբ այս կոմպոզիցիան խորհրդանշում է սերունդների հայացքի հեռացումը պատմական խորհրդանիշներից։ Հաջորդը այբենական կարգով Արարատն է։ Ինչ է կարծում, ինչ է ցույց տրված, խոր վիրապը։ Արարատի մարզը խորհրդանշում է խոր վիրապով։ Եվ որ կողմից է նկարված, ոչ թե Հայաստանի կողմից, որ Արարատը երևա, այլ Արարատի կողմից, որ Արարատը չերևա, այն կողմից է նկարը պատկերված։ Մինչ վարչապետը երկար ժամանակ խոսում է իրական եւ պատմական Հայաստանի տարբերակման մասին, հարց է առաջանում, ինչու է անձնագրում ներառվել մեծ հայքի պատկերային տրամաբանությունը, բայց բացակայում է դրա գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը։ Նրանք չունեն գիտական, պատմագիտական ընդհանրապես հայեցակարգ կոնցեպտ են ասում, հայեցակարգ չունեն, չգի, երբ իրենց ինչ հարմար է, սա նախընտրական ուրեմն, այս անձնագիրը հիմնականում նախընտրական քարոզչական միջոց է, ցույց տալու թե ինչքան հայրենասեր տղա է, ամբողջ հայոց պատմությունը, հայ ժողովրդի երազանքներն ու նպատակները, դրանք փոխանակասի սահմանադրության եւ պետական ծրագրերում արտացոլում, վերել անձնագրում է արտահայտվում։ Ալվերդյանի համոզմամբ ազգային արժեքներն ու երազանքները պետք է ամրագրվեն ոչ թե անձնագրում, այլ պետական հիմնարար փաստաթղթերում սահմանադրության եւ կառավարման համակարգի միջոցով։ Հակառակ դեպքում խորհրդանիշները կարող են վերածվել ձևականության, զրկվելով իրական բովանդակությունից։ Սեդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եթե անձնագրի շուրջ քննարկումները վերաբերում են ինքնությանն ու արժեքներին, ապա ներքաղաքական դաշտում ուշադրության կենտրոնում են խոսքի ազատության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ հնչող գնահատականները։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես օրենքի շրջանակում, մի շարք իրավապաշտպաններ ու փորձագետներ պնդում են, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Հենց այս մտահոգությունների շուրջ էլ ձևավորվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը։ Քննարկմանը ներկա է եղել Անի Աբաղյանը։ Քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր, կալանքներ, խուզարկություններ, աշխատանքից զրկված մարդիկ։ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։ Իշխանությունը պնդում է, իրավապահները գործում են բացառապես օրենքի շրջանակում։ Սակայն մի խումբ իրավապաշտպաններ, փորձագետներ հայտարարում են, երկրում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստացել։ Հենց այս գնահատականի հիման վրա էլ ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը խորանում է, իսկ հասարակության բևեռացումը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական դաշտից եւ հասել ընտանիքներ։ Մենք հստակ կանգնած ենք այսպես մի վիճակի մեջ, երբ որ մենք պարտավոր ենք ինչ որ ձևով միավորվել եւ նախ եւ առաջ այդ քաղաքբանտարկյալները, որը միաժամանակ
անձնական ատելության թիրախ են դարել եւ վենդետայի մի նոր 21-րդ դարում մի փուլ է, ես կարծում եմ մենք պետք է կարողանանք միավորվենք։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով խնդիրը միայն առանձին քրեական գործերը չեն։ Նրա գնահատմամբ սահմանադրական ինստիտուտներն աստիճանաբար կորցնում են իրենց անկախությունը, իսկ քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է իրավապահ համակարգ։ Սահմանադրական բոլոր իրավունքները խախտվում են եւ խախտում են փաստացի վարչապետի կողմից։ Ինքը հրահանգներ է տալի եւ բոլոր իրավունքները խոսքի, մտքի, սեփականության իրավունքի, խղճի եւ այլն կարելի ասել բոլոր սահմանադրական իրավունքները։ Եվ նաև ընտրություններին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, մի ամբողջ ֆրակցիա մի որոշումով թույլ չտվեցին մտնել խորհրդարան։ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս հանելուց բացի գործող իշխանությունը հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ է գործադրել, նշում է Էլինար Վարդանյանն ու թվարկում, ովքեր են այս ընթացքում քրեական գործերով անցնում։ Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, Գագիկ Ծառուկյանը կալանավորված, Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում։ Ընդգծում է, որ քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական ու հետընտրական փուլում քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը։ Ցավոք սրտի այս իշխանությունները կարողացել են ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Մենք բազմիցս արձանագրում ենք, որ ամբողջը արվում էր ի սկզբանե վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակներում հնարավորություններ ձեռք բերում մեկուսացնել քաղաքական եւ հանրային գործիչներին եւ դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերին։ Էլինար Վարդանյանի խոսքով գործող իշխանությունը ոչինչ չի խնայում, պատրաստ է օրվա հացից զրկել քաղաքացուն իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։ Որպես օրինակ Վարդանյանը նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանների վիճակը, կապարակնքված դռներ, ակցիա անող աշխատակիցներ։ Բայց այդ ռեպրեսիաները միայն Ծառուկյանի աջակիցների շրջանում չեն։ Նույնիսկ ջուղերում, քաղաքներում եւ այլն ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատողներ, տնօրեններ աշխատանքից հեռացնում են, որովհետեւ իրենք ճիշտ ձևով չեն քվեարկել, ըստ այս փաստացի վարչապետի, իրենք կաշառքով են ընտրություն կատարել, հա, այսինքն սա վերաբերում է մեզ բոլորիս։ Հովանես Իշխանյանն Ադրբեջանում բանտարկված ու բանտում մահացած գործիչների, լրագրողների նկարներն էր իր հետ բերել։ Համեմատում է, ինչպես է վերջին 8 տարվա ընթացքում ժողովրդավարությունը նահանջել Հայաստանում ու նմանվել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին։ Այլ համեմատություններ եւս հնչեցին։ Ասուլիսի մասնակիցների խոսքով բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ երբեք այսքան մեծ թվով չեն եղել։ Մի կողմից տալով ժողովրդին հաց ու զվարճանքը տրամադրելով, հաջողացնելով խորոված փարթի, փրփուրների փարթի, համերգներ, մյուս կողմից ավելի են ագրեսիվացրել իրանց պահվածքը, որը որ կսատկացնենք, պատերով կծեփենք, ասֆալտին կփռենք, հենց վերջերս էլ ասին կոչնչացնենք քաղաքական ուժին նկատմամբ, քաղաքականապես ասեցին, մինչև վերջին մարտը։ Եվ այդ խոսույթը անցնում է, բոլոր ԿՊ-ականների անդամները դա կրկնում են, համակարգով դա իջնում է ներքև, քաղաքացիներն են կրկնում, ֆեյքերն են կրկնում, ու դա դառնում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ արդեն վախենում են ինչ-որ բան ասեն։ Հանձնաժողովի անդամները հավաքագրում են այս ընթացքում բռնաճնշման ենթարկվածների ցուցակ նրանց աջակցելու համար։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քրեական գործերի հետևանքներն անդրադառնում են նաև մուլտիտաբակ ընկերության աշխատակիցների վրա։ Նրանք պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի հետ որևէ առնչություն չունեն, սակայն դրանց հետևանքներն անմիջապես ազդել են իրենց եւ իրենց ընտանիքների սոցիալական վիճակի վրա։ Նրանք պահանջում են վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը եւ հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։ Ոչ մեկը չի գնալու ուրիշ տեղ աշխատանք փնտրի կամ չի գնալու մուրալու։ Բոլորն ուզում են որպեսզի աշխատեն, իսկ մենք պահանջում ենք նաև որ անհապաղ ազատ արձակեն պարոն Ծառուկյանին, որպեսզի դուրս գա ժողովրդին տերություն անի։ Հիմա այս որ
Հարկադիր պարապորտի մեջ ենք։ Պարոն Ծառուկյանը, էլի ես համոզված եմ, որ կարող է դուրս գա ու այսքանին վարձատրի, բայց որ այդ մարդը չվարձատրի, պետությունը պարտավոր է, այսքան պարապորտի վնասը վերականգնի, ժողովրդին վարձատրի, անելու են իրանք։ Ես կարծում եք կվերականգնի պետք։ Ես չեմ կարծում, որ իրանք կվերականգնեն, իրանք մենակ կարող են խլին։ Ժողովուրդը բոլորը վարկերի տակ, պարտքերի տակ ոնց պետք է լինի վերջը։ Բոլորս մենք դրա կարիքն ունենք, սրանով ենք սնվում ապրում։ Ոնց կլինի։ Մենք մեղավոր ենք։ Քանի օր չեք աշխատում։ Արդեն 8 օր, քանի օր, 9-րդ օրն է։ Ոնց պետք է ապրենք, մեր վարկերով պետք է փակի։ 100 Եթե չբացեցին գործարանը, ամեն ինչի մենք ընդունակ ենք, կանենք։ Ինչ պետք է անենք, մեր երեխեքին ով է պահելու։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում թիրախում հայտնվել են նույնիսկ նրա ձիերը։ Փաստաբանների խոսքով քննիչները պատրաստվում էին դրանք առգրավվել, սակայն գործընթացը հետաձգվել է։ Միևնույն ժամանակ խնամակալները պնդում են, որ ստեղծված վիճակի պատճառով կենդանիները օրեր շարունակ մնացել են առանց պատշաճ խնամքի։ Դեպքի մանրամասները ռեպորտաժում։ Քննչական կոմիտեն որոշել էր առգրավել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այդ մասին փաստաբանը պաշտոնական ծանուցում էր ստացել։ Մի քանի օր շարունակ ոստիկանները ծառայություն էին իրականացնում Ծառուկյանին պատկանող ձիարշավարանի տարածքում, հսկելով բոլոր մուտքերն ու ելքերը։ Ձիերի խնամակալների խոսքով շուրջ 4 օր իրենք չեն կարողացել մտնել ներս, իսկ ձիերը մնացել են առանց պատշաճ խնամքի։ Միայն այսօր նրանց թույլատրվել է կերակրել կենդանիներին, բացի խնամակալներից, որևէ մեկի մուտքը տարածք շարունակում է մնալ արգելված։ Վաղ առավոտից ձիարշավարանի մոտ էին նաև լրատվամիջոցները, պարզելու թե ինչ իրավական հիմքով է որոշվել առգրավել կենդանիներին։ Մի քանի ժամ տևած հրապարակային աղմուկից ու լուսաբանումից հետո քննչական կոմիտեն չեղյալ համարեց քննիչի որոշումը։ Առայժմ ձիերը կմնան իրենց տեղում։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Հովհաննես Վարդանյանը կատարվածը իրավաբանորեն անհասկանալի է համարում։ Նրա խոսքով Ծառուկյանի նկատմամբ հարուցված որևէ քրեական վարույթ որևէ առնչություն չունի ընտանի կենդանիների հետ։ Այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Փաստաբանի խոսքով ձիերի առգրավման որոշումն ինքը ստացել էր դեռ հուլիսի 10-ին, սակայն այն այդպես էլ չէր իրականացվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Միևնույն ժամանակ քննչական կոմիտեն հերքում է առգրավման մասին տեղեկությունը, պնդելով, որ քննիչները ձիարշավարան էին այցելել միայն կենդանիներին զննելու նպատակով։ Հիմնավորումը քննիչի որոշումն է առգրավում կատարելու, թե ինչի է հետաձգվում այդ մասով հիմնավորում չունենք, քանի որ վարույթն իրականացում մարմնի հետ կապ չենք հաստատել։ Փաստացի իրանք պետք է այսօր արդեն իրականացնեին առգրավումը։ Խնամակալներն ասում են այսօր արդեն քաղաքապետարանից տեղեկացրել են, որ կենդանիների հնարավոր տեղափոխումն անորոշ ժամանակով հետաձգվում է կրկին տեխնիկական պատճառներով։ Մինչ այդ նրանք ստորագրել են փաստաթուղթ, որով պարտավորվում են շարունակել կենդանիների խնամքը մինչև հարցի վերջնական լուծումը։ Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը ABC մեդիային փոխանցեց, որ իրենք եւս առգրավման գործընթացի հետ կապ չունեն, սակայն ձիերի խնամակալ Իլյոնա Թամամյանը մեծ զրույցում պատմեց, որ քննարկվել էր կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու տարբերակը, սակայն այնտեղ 12 ձի ընդունելու հնարավորություն չի եղել։ Այժմ դիտարկվում է նրանց Ուշի գյուղ տեղափոխելու տարբերակը, թեև ինչպես է դա իրականացվելու դեռ հստակ չէ։ Ձին շատ զգայուն եւ նուրբ կենդանի է։ Նրանց հետ պետք է վարվել հանգիստ եւ հավասարակշռված, որովհետեւ նրանք արտացոլում են մեր էներգիան։ Ինչպես մենք ենք նրանց հետ շփվում, այնպես էլ նրանք են արձագանքում մեզ։ Ձին նաեւ շատ հպարտ կենդանի է։ Մեզ մոտ կա 12 ձի։ Նրանք բոլորը 15-ից 20 տարեկան են, ինչը ձիերի համար արդեն հասուն տարիք է։ Այդ պատճառով մենք փորձում ենք նրանց հնարավորինս չտանել երկար ճանապարհ, քանի որ տեղափոխման ընթացքում նրանք կարող են վնասել իրենց։ Իսկ եթե ձին վնասի իր ոտքերը, ապա այլևս չի կարող մասնակցել աշխատանքին կամ մարզումներին։ Ձիարշավարանի ձիերն ազնվացեղ են, նրանց հատուկ խնամքի անհրաժեշտ կենդանիները նաև դեղեր են խմում։ Կան ձիեր, որոնք փոշուց ալերգիա ունեն, դեղ են խմում։ Կույր ձի էլ կա, որին վաղուց չեն հեծնում։ Խնամակալները նրանց խնամքով տանում են զբոսնելու, հատուկ օշարակներ են տալիս։
Մենք նաև աշխատում ենք հնարավորինս քիչ ծանրաբեռնել նրանց։ Մեզ համար ամենակարևորը նրանց առողջությունն ու բարեկեցությունն է, ոչ թե այն, թե որքան աշխատանք կկատարեն։ Եթե տեսնում ենք, որ ձին հոգնած է կամ հանգստի կարիք ունի, նախընտրում ենք նրան հանգիստ տալ, քանի որ նրա առողջությունը մեզ համար միշտ առաջնային է։ Մեզ մոտ յուրաքանչյուր ձի ունի իր անհատական աշխատանքը։ Նրանք ամեն օր դուրս են գալիս զբոսանքի, եթե նույնիսկ այդ օրը չեն աշխատում, միևնույն է, քայլում են, խոտ են ուտում եւ խաղում մանեժում։ Յուրաքանչյուր ձի ունի իր մարզիչն ու խնամակալը։ Էլիոնան արդեն 15 տարի է ձիերի խնամքով է զբաղվում։ Ասում է, դրանք երբեք չեն եղել եկամուտ ստանալու միջոց։ Ձիարշավարանը պարզապես հնարավորություն է տվել մարդկանց զբաղվել ձիասպորտով եւ խնամել կենդանիներին, որոնց հետ տարիների ընթացքում կապ են ստեղծել։ Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բրյուսելում անցկացված համաժողովում կրկին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին Արմեն Իշխանյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում Եվրամիությունը կարող է ավելի ազդեցիկ քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ցավոք նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում եւ մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում հորս։ On 3rd October 2023, we learned that Azerbaijan security services had arrested the political and military leadership of Artsakh, including my father. Ձերբակալումից միայն 10 օր անց մենք առաջին տեղեկությունները ստացանք օրիցս։ Այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մեր ընտանիքը անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջոցով։ Չնայած երբեմն կարճ հեռախոսազրույցներ ենք ունենում, սակայն մեր մտահոգություններն ու անհանգստությունները փարատված չեն։ Խորս առողջական վիճակի, պահման պայմանների, նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, հաշվի առնելով նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Արդեն 1000 օրից ավելի է մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սակայն կարծում եմ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինց ու բնույթին։ Մինչ միջազգային հարթակներում շարունակվում են քննարկումները, Բաքվում ընթանում են հայ գերիների եւ Արցախի նախկին ղեկավարների գործերով դատական նիստերը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները եւ պահանջում է վերանայել առաջին ատյանի որոշումը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 17-ին։ Միջազգային լրահոսից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Թուրքիային արձագանքել Ուկրաինայի գործողություններին երկնագույն հոզ գազատարի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ։ Մոսկվան պնդում է, որ Կիևը փորձել է հարվածել Թուրքիա գազ մատակարարող կարևոր ենթակառուցվածքներին։ Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել են 2 երիտասարդի, որոնք սոցցանցում հրապարակել են ազգային արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ։ Տեսանյութում երիտասարդները շպագատ են իջնում Ալեքսանդր Նևսկի զինվորական տաճարի ֆոնին։ Ոստիկանության տվյալներով ձերբակալվածները Կրասնոդարի բնակիչներ են 19 եւ 23 տարեկան։ Միջազգային լուրերի շարքում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև Մերձավոր Արևելքը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածել է Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Նոր հարվածների սպառնալիքներ, ռազմական գործողություններ, կոշտ հայտարարություններ, շոկի նոր ռեկորդ ու օրենսդրական փոփոխություններ։
Միջազգային օրակարգը շարունակում է արագ փոխվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքն անձամբ չի որոշի, որ բավական է։ ԱՄՆ նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ այս շաբաթ եւս կշարունակեն հարձակումները, իսկ հաջորդ շաբաթ, եթե Թեհրանը չհամաձայնի վերսկսել բանակցությունները, Վաշինգտոնի թիրախում կարող են հայտնվել էլեկտրակայաններն ու կամուրջները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարձակումների երկրորդ ալիք է սկսել Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազայի վրա։ Ըստ տեղեկությունների հարվածել են F-18 կործանիչներին եւ ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստներին։ Իսլամական հեղափոխության պահապանները նաեւ հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել Իրանի դեմ գործողությունները։ Կորպուսը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ ռազմական բազաների վրա հարվածները կշարունակեն մինչև վերջնական հաղթանակը։ Axios պարբերականը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայից ու Լիբանանից։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ԱՄՆ-ի Իրանին ուղղված հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում։ Դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին։ Նա շեշտել է, որ տուժում են եւ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները եւ Պարսից ծոցի արաբական պետությունների գործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը թվում էր մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը, ասել է Լավրովը։ Ուկրաինայի Օդեսա քաղաքի ափերի մոտ անօդաչուով հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող քաղաքացիական առևտրային նավը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Թիրախ է դարձել թուրքական ընկերությանը պատկանող Atlas Bay քաղաքացիական առևտրային նավը։ Անձնակազմի 11 անդամներ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Բացառությամբ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող նավի կապիտանի մնացած անձնակազմի անդամները ափ են իջել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Նավապետին դեռևս չեն գտել։ Հարավային Կորեայում ուզում են քրեական պատասխանատվության տարիքային շեմը 14-ից իջեցնել 13 տարեկան։ Դա պայմանավորված է երկրում մանկական հանցավորության աճով։ Ըստ լրատվամիջոցների 2020 թվականի համեմատ 2025 թվականին 10-ից 13 տարեկան դեռահասների ձերբակալությունների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ներկայում 14-ից 19 տարեկան մեղադրյալների համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է, իսկ 14 տարեկանից ցածրերին կտեղափոխեն ուղիչ հաստատություն մինչև 2 տարով։ Անցած շաբաթ Ճապոնիայում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով։ Երկրի փրկարար ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածով հոսպիտալացվել է 4580 մարդ, եւս 7-ը մահացել են։ Մայիսի սկզբից, երբ նախարարությունը սկսել է հրապարակել վիճակագրությունը, հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 13000-ը, իսկ մահերի թիվը հասել է 12-ի։ Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար գրանցվում է հուլիսին եւ օգոստոսին։ Հուլիսի 14-ին Կոտի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է 38.4 աստիճան Ցելսիուսի, իսկ Տոկիոյից ոչ հեռու գտնվող Գումմա պրեֆեկտուրայում 37 աստիճանի։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։ Կհանդիպենք։